Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքի Կարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ։ Մի շարք իրադարձություններ են տեղի ունենում։ Նախ Ադրբեջանը Մարտի 16-ին 3 անգամ կեղծ տեղեկություն տարածեց այն մասին, որ հայկական զինուժը խախտում է հրադադարը, սա ինչ է նշանակում, որտեղ մենք սովոր ենք, ավելի ճիշտ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը մի էսկալացիա սկսելուց առաջ է ինտենսիվ նման կեղծ տեղեկություններ տարածում, ինչի սպասենք։ Սպասենք ամեն ինչին, որ պետք է միշտ սպասենք, ոչ բան չի փոխվել իրականում, Ադրբեջանը չի փոխվել, բազմիցս ասել են, որ չարն ու բարին տեղերով չեն փոխվում, Ադրբեջանը ընդհանուր առմամբ պատրաստ չի կարող իրեն թույլ տալ եւ ցանկություն չունի իրական խաղաղության անցնել, ուրիշ հարցավորյան ճնշում է այդ խաղաղության են տանում ճնշումներով տարբեր խաղացողներ բացի Ռուսաստանից։ Ամսի 16-ի բանը դա իհարկե Ռուսաստանի սենատի նախագահի այցի հետ էր կապված, վալկստական կոմսոմոլկա բան է ոչ ինքը պետք ցույց տար, որ իրականում այդքան բան չի, իրավիճակը ինքը վերահսկում է, բայց պատերազմական է, վիճակը ծանր է, սա երևի թե այս տրամաբանության մեջ ես կնախընտրեմ մեկնաբանել, որովհետև հայտարարությունները, որոնք վերաբերվում են Հայաստանի սահմանների առանձին վերցրած հատվածներին, որտեղ որ եվրոպական դիտորդական առաքելությունը աշխատում է ամենօրյա ռեժիմով, ավելի քան այսա շուտով կլինի 5000 հայց են ապրող եւ առաքելությունը իրականում հրապարակեց նաեւ իր սոցիալական էջերի վրա, ցանցերում սոցիալական էջերի վրա, որ իրանք աշխատել են այս օրերը ակտիվորեն բոլոր ուղղություններով, թե Սյունիքի, թե Գեղարքունիքի եւ որից է դրվագ չկա, որի մասին կարելի է զեկուցել, իրավիճակը հանգիստ է։ Դա նշանակում է, որ դա բացահայտ սուտ է, այդ բացահայտ սուտը անմիջականորեն աշխատելու է երկու ուղղությամբ, աշխատելու է ռուսական ԶԼՄ-ների համար, որոնք որ լինելու են վալկստականի հետ, այսինքն դա ռուսական դաշտում է պտտվելու, մերոնք են իհարկե վերցնում անգրագետության գագաթնակետն է դա, որ ցանկացած բանի չկատարվում Ադրբեջանում ցանկացած հիմարություն, որ այնտեղ հրապարակվում է, հայկական դաշտաբերվում եւ ակնհայտորեն կուտեն իրանց բաները, զանգվածը կուտի ակնհայտ։ Մեծ հաշվով էսկալացիայի մասին եթե հիշում ես, բազմիցս ասել ենք, որ ես նույնիսկ քեզ հետ զրուցելուց ասել եմ, որ աշնանը չէ, ձմռանը չէ, ամենամոտիկը դա ապրիլն է, որի մասին Ալիևը անձամբ ասում է, որ ապրիլին Հայաստանը պատրաստվում է հարձակվել։ Իրականում չի բացառում, որ մենք այնքան ասացինք, որ հարձակումը ապրիլին է լինելու, որ ինքը ենթադրեց, որ դա Հայաստանի պլանն է, որտեղ Ալիևի գնահատականը իրականության հետ շատ քիչ կապ ունի, մեծ հաշվով իր խոսույթից եւ ադրբեջանական խոսույթից երևում է, որ իրենք վտանգ են զգում Հայաստանից, այս ամբողջ պահանջները, որոնք Նիկոլի առջև դրվում են, դրանք հիմնականում վերաբերվում են Հայաստանին իրականում, ոչ թե Նիկոլին, որտեղ իրականում Ալիևը լավ հասկանում է, որ Հայաստանի ռևանշիզմը, եթե գլուխ բարձրացրեց, դա ծանր հետևանքներ ունենալու, ինքը այլևս չի ստանալու այնպիսի մի իրավիճակ, որ տիեզերքի բոլոր աստղերը նշ չեն կանգնելու, որ Սիրիայի գրողականներ, Թուրքիայի հատուկ ջոկատայիններ, Իսրայելի աջակցություն, Ռուսաստանի դավաճանություն, չգիտեմ, հայկական հրամկազմի դավաճանություն, հիմարություն, թե ինչ ուզում եք, ոնց ուզում եք կոչեք, որպեսզի ինքը մի անգամ էլ տենց օպերացիա անի։ Որ ասեմ, ամեն անգամ պապը լավ չի ուտում։ Հաղթանակը, որը Ադրբեջանը տարավ, այդ հաջողությունները, որոնք հասավ, հաղթանակը սուտ է, հաղթող ազգը իրան sense չի պահում։ Հաջողությունները, որոնց ինքը հասավ, այդ հաջողությունները մեծ հաշվով պատահական էին, ոչ թե համակարգային։ Եվ ինքը դրա մասին լավ տեղեկացված է։ Դրա մասին տեղեկացված է նաև Թուրքիան, որը 20 թվականից ի վեր ասում է, որ ոչ մի պատերազմական գործողություն պետք է չլինի եւ ինքը չի մասնակցել այդ պատերազմական գործողություններին։ Սա ընդհանուր պատկերն է, այդ դες հետաքրքրում է կոնկրետ Ալիև ինչ-որ բան հաչում, որ ստեղ չգիտեմ ինչ-որ իրավարակրակում են, ապա այդ հաչոցը նրանից է, որ ինքը վախենում է, որ
կարող է իրոք կրակել մի օր եւ համաեվրոպական աջակցությունը խաղաղության պայմանագրի տեքստի հաստատմանը մեծ հաշվով ամբողջ արևմուտք, ինչ ամբողջ արևմուտք այսօր առավոտյան կարդացի որ նույնիսկ Արաբական լիգան ողջունում Արաբական երկրների լիգան ողջունում այսինքն այնտեղ Թուրքիա, Իրան, արաբական երկրներ, այսինքն իսլամական աշխարհը ամբողջությամբ էլ այնտեղ ուրիշ խաղացող չկա, Պակիստանը խաղացող չի, ամբողջ արևմուտքը, բոլորը, բացառությամբ, բանի են, ճահճային գաճաճի, որի վարկաստականը հիմա Բաքվում է, վերջ, ամբողջ աշխարհը ողջունեց, իսկ որոշ խաղացողներ նույնիսկ ասեցին, որ տղա ջան վերջացավ, Եվ քեզ մնացել է մենակ ստորագրես, ոչ ուրիշ բան չես կարող անես, պետք է ստորագրես, պետք է այս թուղթը ստորագրես։ Հələ ամերիկացիք ավելացրեցին, որ նաև այս սրանց պետք է բաց թողես, ինչին ի պատասխան Ալիևի ողմակը սկսեց գոռալ, որ գնա գործիդ։ Այսինքն իրանք տենց Ամերիկայի վրա էլ սկսեցին փռշտալ, հույսները երևի դնելով Նետանյահուի վրա, բայց դե ինձ չի թվում, որ դա երկար կտևի։ Այս սահմանային լարվածության թեման շարունակելով հենց այս պահին Պաշտպանության նախարարությունը եւս մեկ հաղորդագրություն տարածեց, ելի նշելով, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը չի համապատասխանում իրականության, այսինքն այս գործելավոճը մեկ օր չտևեց, ինտենսիվորեն շարունակում է, այնուհանդերձ հնարավոր է, որ այս ֆոնին, երբ որ հայտարարվում է, թե խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել կողմերը, ինչ որ ռազմական գործողություններ լինեն։ Դե քանի որ ռազմական գործողությունների հրահրողը Ալիևը չի, այլ Ռուսաստանն է, իհարկե հնարավոր է, որովհետև Ռուսաստանը հիմա այդ կապվում է, գալի կապվում է ուկրաինական ճակատի հետ եւ Ռուսաստանը հիմա փորձում է իրեն ավելի թանկ վաճառել։ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը ինքը այլևս հետ չի բերի ոչ մի պարագայում, որևիցե պարագայում հետ չի բերի, նույնիսկ եթե ասենք, չգիտեմ, ինչ-որ տարբեր տեսակի քաղաքական կամ ենթաքաղաքական գործիչներ բուսնեն ու գան փորձեն ստեղ գան իշխանություն։ Դա հնարավոր չի, հանրությունը չի ուզում։ Այսինքն իրան ինչ է պետք, իրան պետք է պահել ինչ որ ունի, այն ինչ որ ունի, դա մնացել է Ադրբեջանը, Ադրբեջանի ռեսուրսները, Ադրբեջանի սենց ասեմ, լրիվ իր համար հասկանալի եւ կառավարելի ռեժիմ։ Եվ այդ ռեժիմի հետ միասին համատեղ իրան գործողություններ են անում, որպեսզի ավելի թանկ վաճառեն։ Նույն բան իրականում տեղի ունենում ուկրաինական ճակատում, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկին խաղաղության կնքել, 30 օրով այնտեղ զինադադարի մասին է իրական խոսք գնում։ Ուկրաինան համաձայնվեց, ճիշտ ոնց որ եւ Հայաստանը, այդքան էլ դրական չէր Ուկրաինայի համար, բայց Ուկրաինան համաձայնվեց։ Եվ մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ կողմը, որը որ պետք է ըստ Ռուսաստանի պլանի ասի, չէ, բան, ոնց սրերը հանենք, ելնենք, գնանք, մորթենք, բրտենք, թափենք, այդ կողմերը ասում են, օքեյ, եկեք խաղաղություն կնքենք, եւ գնդակ ընկել այն մարդկանց դաշտը, ովքեր իրական ագրեսորներ են եւ ռազմական հանցագործներ են եւ ուստի իրանցից մինչեւ հաղագա 10 րոպե է, ուստեղ հարցական ինքը չի կարող ասել ոչ, որովհետեւ ամբողջ հանրությանը միջազգային, այդ թվում որոշում կայացնողների, այդ թվում Իրանից շատ ավելի ուժեղ տղեկի։ Դու չես կարող խաբես, կարաս խաբես Նիկոլին, ողջունելի է, հարց չկա, խաբում ես, լավ ես անում, բոլորը քեզ բոլորը օգտվում են նրանից, որ ինքը Նիկոլին խաբում է, բայց այդտեղ արդեն հարց եկի կանգնել այնտեղ, որ ինքեր դու ոնց որ պետք է խաբես միաժամանակ Նիկոլին, Եվրոպային, ասենք Տրամպին, Մերցին, չգիտեմ, ում ասես, Մակրոնին, բոլորին, Ստալմերին։ Մարդ չկա, ում դու կարաս գնաս ու հետը նստես, կիսվես, ասես, տեսար ինչ լավ խաբեցի։ Չկա այդ մարդը։ Որտեվ Չինաստանից մինչև Չիլի ասել են ինչ լավ է, որ խաղաղություն եք կնքում։ Ինքը էլ տեղ չունի նահանջելու։ Այդ նահանջելու տեղը բացառապես մեկն է, որ սկսվի պատերազմը, ինքը ասի, որ Հայաստանն է կրակել։ Որտեվ այն պահից, երբ որ ինքը ստորագրում է, ինքը դրա մասին լավ գիտի, այն պահից, որ ինքը ստորագրում է եւ բացում է բանը, սահմանները եւ կարողանում է իր ժողովրդին ինչ որ մի կերպ հրամցնել եւ համոզել, որ ամեն ինչ նորմալ է,
ինքը ստիպված է դեմոբիլիզացիա անել, այսինքն զորքերը բացում երիտասարդին բացտողը տաներով, ինքը պետք է սահմանը բացի, որտեղ դա էլ է օքեյ, իր համար իմը փագա սահմանը կովիդա պատերազմը բան, այդ էլ պետք է բացի։ Իսկ ես բազմից ասեմ, սահմանը բացել, 30% կորստներ մի տարվա մեջ, ոչ ավելի։ Որտեղ հիմա սահմանը փակա ու սախսոված է։ Բայց սահմանը բացվեց, գնալու են ով Թուրքիա, ով Ռուսաստան։ Ո՞վ մնալու է ապուշալի մոտ։ Իսկ սա ավտոմատ նշանակում է, որ գնալու են երիտասարդներ, այն մարդիկ, ովքեր պետք է տուն պահեն։ Ինքը դա լավ հասկանում է, որ եթե սա ինքը բաց թողեց, մարդիկ գնացին եւ 2 տարի հետո Հայաստանը որոշեց, որ չէ, գիտես ինչ կա, ոնց որ ստեղ աշկիտ վերևը ունք կա, քիթը մեծ է, հերետը անասուներ, արի մենք Ղարաբաղը հետ վերցնենք, ինքը էլ մարդ չունի մոբիլիզացիա։ Որտեւ սա փախնելու են։ Որտեղ ի տարբերություն Հայաստանի, որտեղ քիչ թե շատ ամեն ինչ թափանցիկ է, որքան է բոլոր այդ վատսական կողմերը վանդերս, իրանց մոտ տոտալիտար ոնց ռուսական բանակում, տոտալիտարիզմը։ Կանչում են ու ծնողներին արգելում են նույնիսկ հարցնել երեխեդ որտեղ, այսինքն երեխուն կարող է մորթեն, երիկամները առանձին ծախեն, լյարդը առանձին ծախեն, սիրտը առանձին ծախեն, հետո ասեն հայերն են սպանում։ Որտեղ այդ փաստ, այտենց փաստեր, ասենք Ադրբեջանի մասին կան։ Ոչ մեկ չգիտի իրականում ինչ է եղել, այդ դրա մասին իրենց ԶԼՄ-ները գրում են։ Ուր են կորում այդ մարդիկ, ոչ մեկ էլի չգիտի։ Այստեղ բազմաթիվ ներքին ադրբեջանական հարցեր կան։ Այո, ինքը կարող է էսկալացիայի գնալ։ Այո, նույնիսկ կարող է այդ էսկալացիան տևի ինչ որ ժամանակ, բայց դա ոչ մի չի նշանակում։ Որովհետև ռազմական լուծում, երբ Հայաստանը ասում է, ես պատրաստ եմ ստորագրելու, ես առաջարկում եմ քեզ այս ամեն ինչը, արի գնենք ստորագրենք, արի այս անենք, իմաստ չունի։ Միակ երկիրը, որին դա պետք է, դա Ռուսաստանն է։ Միակ երկիրը, որին պետք է անկայունություն, դա ինքը այլ կառավարման ձև չգիտի, ինքը պետք է ստեղծի անկայունություն ու կառավարի։ Այդքան։ Դա ինչ հետևանքներ կունենա Ալիևի հետ կապված, որ դուք հերթով թվարկում եք, թե ինքը ում է փորձում խաբել։ Հետևանքները ոչ մեկ չգիտի, ասենք կարող է խորին մտահոգություն հայտնեն, կարող է акցիան պատժամիջոցների տակ, կարող է գազն նավթը չառնեն, կարող է կրակեն ականջը կտրվի, կարող է կրակեն քիթը կտրվի, կարող է կինը բարձով խեղդի Մեհրիբանը, կարող է հակառակը ինքը Մեհրիբանին բարձով խեղդի։ Ոչ մեկ չգիտի, դա տոտալիտար երկիր է, տոտալիտար երկրներում, եթե իշխանապողություն է լինում նորմալ իրանց բաներով, դա լինում է դղյակի մեջ։ Ոչ մեկ չի իմանում ինչ եղավ, մեկ է մի օր վեր են կան, ասում են սվան, ստի կաթվածից մեռավ։ Բանենք ապշերոնում միտե ցեղի մեջ թափենք։ Լավ, այդ էլ մեռավ, փոխնախագահան կինն է, մեծ հավանականությամբ կնոջ հախից է կգան ու ինչ որ մեկը կգա իշխանության։ Ու ոչ մեկը չի իմանա ոնց է։ Կամ եթե դա սիրիական, եգիպտական կամ սիրիական չէ երևի, Թունիսի, Ալժիրիայի կամ Լիբիայի սցենարն է, ապա Կադաֆի օրը կգցեն ինչ որ մարդիկ։ Կտանեն մի տեղ տիկնոժով բան կանեն իրան։ Ոչ մեկ չի ինչով կպրծնի։ Դա տոտալիտար երկիր է, որի բնակչության ճնշող մեծամասնությունը անգրագետ է եւ մինչեւ հիմա հավատում է, ասենք, չգիտեմ, շուտ հիմարությունների, օրինակ, որ երկրագունդը տափակ է։ Երկրագունդը տափակ է։ Այսինքն նորմալ է։ Եվ այն փաստը, որ ողջունում է աշխարհը Հայաստանի ու Ադրբեջանի այդ պայմանավորվածությունը նախագծի շուրջ եւ նման տեղեկություն է Ադրբեջանը անդադ հրապարակում, սա խոսում է այն մասին, որ այդպես էլ չի ստորագրվելու այդ պայմանագիրը։ Չէ, ստորագրվի, ոնց կարա չստորագրվի։ Կստորագրվի։ Խնդիրը իրա տեսեք, ոնց որ ես ասում եի եւ մինչեւ հիմա շարունակում եմ պնդել, որ ոչ մեկ Զանգեզուր չի կարա տա, որտեվ հայկական կառավարությունում, որտեվ Զանգեզուրի պատասխանատվությունը վաղուց ստանձնել են խոշոր խաղացողները, հա, նույն Եմենը, Ամերիկանը կամ բանն ինչ ուզում եք կարեք, Ռուսաստան չկա, այսինքն այն երկրներն են կանգնած, որոնք չեն ուզում որ դա լինի, որտեղ որ ուզենային վաղուց կլիներ ամենասկզբից։ Հետևաբար չի կարող լինել, հա, Սյունիքը իմանալ ամբողջությամբ գրեթե Ֆրանսիայի ազդեցության տակ է, չհաշված մի քանի կետեր, խոսքը բնակչության մաս։ Հետևաբար ինչ է սա ակնկալում, ինչ պետք է լինի։ Այդ մարդիկ ամբողջությամբ
Արի լավ, արի մի հատ պատկերացրու մի իրավիճակ։ Հարցը մոռանանք, մի հատ վիճակ պատկերացրու։ Չի ստորագրում։ Այ չի ստորագրում։ Ինչ անում։ Հայաստանը ասել է, պատրաստ եմ, ստորագրում եմ, տեքստը հրապարակված չի։ Սա շատ վատ է, ես չեմ վստահում Նիկոլին, ընդհանրապես չեմ վստահում, չեմ հավատում ու զերո վստահություն ունեմ նրա վրա, որ այդ տեքստը լավն է։ Բայց ինչ որ կա, դա չունենք տեքստը, բայց այդ տեքստը հաստատած է։ Հիմա ինչ պետքա լինի, որ Ալիևը չստորագրի։ Եվ ինչի պետքա չստորագրի կամ ինչի ենք մենք ակնկալում, որ կստորագրի։ Ինքը այդ տեքստը հաստատել, հա, ինքը Նիկոլին ստիպել է, որ Նիկոլը համաձայնվի, հիմա չի ստորագրում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մի բանը, Ալիևի ամբողջական այդ բանը, պատկերացումները խաղաղության մասին, որի հիման վրա ինքը այդ տեքստը ստեղծել է, չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն ինքը մի բան, մի նպատակով այդ տեքստը ստիպում էր, որ Նիկոլը ստորագրեր, իրականում դա չստացվեց, եւ ինքը հիմա ուզում է հետ մեղա անի։ Երկու պայման կա, կամ իրան ձեռք չի տալիս տեքստը, կամ իրան ձեռք չի տալիս խաղաղությունը։ Այս երկու պայմանի դեպքում էլ ոնց որ ասում են ծեծված այդ արտահայտությունը գնդակը իր դաշտումը բացի ամբողջ պատասխանատվությունը իրան մենք բան չունենք անել։ Այսինքն մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք, որ եթե ինքը բան արեց, ոնց որ գժվեց ու որոշեց, որ պետք է հարձակվի, պետք է հնարավորինս ուժեղ եւ բան հակահարված հասնենք, այնց որ մի 10 տարի ոտի չկանգնի։ Էդ է հարց, ասենք չգիտեմ, թովուզով կդրել, նավթամուղը տրաքացնել, դե թող գնա ինչ ուզում անի։ Թող փորձի մի հատ էլ այդ նավթամուղը վերականգնի, էլի նավթ ծախի, թողել առանց նավթի։ Առանց նավթի վաճառքների։ Ուրիշ բան չկա, ինչ պետք է անի։ Չստորագրես, ջահանդամի ստորագրի, յանի աչքերս ջուրեր կդրի այդ ստորագրությունը տենենք։ Խաղաղություն ուզում ես, թե չէ։ Էսա։ Մեծ հաշվով մենք ունենք եվրոպական դիտորդական առաքելություն, որի շնորհիվ պատերազմ չկա ինչքան ժամանակ։ Էլի կմնա, յանի ինչ։ Իսկ եթե ստորագրում են ու դիտորդները դուրս են գալիս, Չտենց չի, դիտորդները դուրս են գալիս, երբ որ սահմանազատում եւ սահմանագծում գործընթացը կվերջանան, արեք, դա մոտավորապես 10 տարվա պատմություն է։ Չէ, բայց բանի մեջ ըստ հայտարարությունների արտգործնախարարության եւ վարչապետի հենց ստորագրեցին պետական կառույցներով անցավ, վավերացվեց այդ համաձայնագիրը եւ ուժի մեջ մտավ, հայցերը հետ են կանչվում, դիտորդները դուրս են գալիս։ Չկա տենց կետ, նարեկ։ Դիտորդները դուրս են գալիս։ Չէ, դիտորդները դուրս են գալի այն կետերից, որտեղ սահմանագծումը վերջացած է։ Դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր, որը այս վերջին հայտարարությամբ որ վերջնական տեքստը տեսել ես։ Տեքստը չի հրապարակվել, ես հայտարարությունների Չէ, բա որտեղից ենք հիմա այնքան բան կարամ հայտարարեմ։ Արարատ Միրզոյանն է ասում, Հայաստանի արտգործնախարարն է։ Արարատ Միրզոյանը ասում է, ինչ ստորագրելուց հետո դիտորդական առաքելությունը դուրս է գալիս։ Արարատ Միրզոյանը ասում է, ուժի մեջ մտնելուց հետո, բայց այնտեղ խոսքը վերաբերում է, որ ես տենց եմ հասկացել, որ ստորաբաժանումներ չեն լինելու։ Այլ երկրների ներկայացուցիչներ սահմանի վրա չեն լինելու։ Հա, Երևանի կենտրոնում մեզ ինչ օգուտ են տալու իրենք։ Չէ, խնդիրը այդ չի, ես էլի եմ ասում։ Այս տեքստը ամբողջությամբ, քանի ես չեմ տեսել, ես չեմ կարող մեկնաբանել անել։ Եթե տեքստը տենց է գրած, որ ասենք այլ երկրների ուժեր չեն կանգնած լինելու, օքեյ, դիտորդական առաքելությունը ուժ չի։ Ինքը դիտորդական առաքելություն է, ինքը կանգնած չի, ինքը քշում է։ Հասկանում եք։ Դիտորդական առաքելության գրասենյակը Հայաստանի տարածքի խորքում է։ Ինքը սահմանին կանգնած չի, եւ ոչ մեկ չի կարող արգելի, որպեսզի իմ սահմանի երկայնքով քշեն մեքենաներ։ Մեքենայա քշում է, ճանապարհ կա քշում է, այ քեզ բան։ Դե այդ կետեր ինչի համար են մցրել։ Չգիտեմ։ Նայեք, ես միշտ ասել եմ, նենց չի որ Ալիևը Նիկոլից շատ խելոք է։ Ու իրանք երկուսով նենց չի որ Տրամպից շատ խելոք են։ Սա մի խելքի են, Տրամպիստները բոլորը մի խելքի են։
Այդ գլխուղեղի բանը տրամպիզմը դրանց ինչ է ասած որ ասում է սահմանին պետք է ուրիշ ուժեր չլինեն ծափարում եմ կանգնած ուրիշ ուժ չկա ավտոյով գալի կանգնում են նկարում գնում են չես կարող արգելես ինձ դա ինքը կանգնած չի ինքը նույնիսկ բան չի դնում ասենք չգիտեմ մի հատ աթոռ չի շեզլոնգ չի դնում որ նստի արևին իրան տածեցը ճուտի ինքը ավտոյով անցնում է չես կարող արգելես որ մարդը ավտոմեքենայով անցնի միջազգային պայմանագրով իսկ հասկանում ես աբսուրդը սիտուացիայի Նաև այսպիսի մտահոգություններ կան, որ եթե այդ կետը կյանքի կոչվի, ապա Հայաստանը չի կարող որևէ այլ պետության հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անել։ Հիմարություն է, ուրիշ, գնացինք։ Սահմանին։ Հիմարություն է, ուրիշ։ Զորավարժությունները սահմանին չի արվում, Նարեկ։ Ի սկզբանե դա զորավարժություն է։ Դե չեմ նկատի ունեմ սահմանին Զորավարժություն է, Նարեկ, զորավարժությունը սահմանին չի արվում։ Իրես խի, պարզ պատճառը, որտեղ զորավարժությունը կարող է հրետանավորը, ասենք, բարես բուն իմաստով կես աստիճան սխալվի ու բանը արկը գնա ընկնի հարևանի գլխին, հարևան պետության, որը կազուս բելի է։ Սահմանի վրա ով է բան անում զորավարժությունը, հոգուտ մեռնում։ Բայց ընդհանուր դատի Հայաստանի տարածքում նման գործընթացներին, թե ոչ այդ կետի արկայությունը։ Ոչ իհարկե, չգիտեմ, դե Նիկոլին որ լսես երևի հա։ Բայց իրականում չէ։ Ես դրա համար եմ ասում, այս պայմանագիրը ինքը ինքան հիմարություն է, որ ինքը ոչ մի բանի մասին է։ Ընդհանրապես ոչ մի բանի բան, ցանկացած կետ կարաս վերցնես դրանով ասես խաղաղությունը, ցանկացած կետ որը մենք լսել ենք։ Այդպես ինչ որ ասում ես, դրանցից յուրաքանչյուրը ես շատ հանգիստ կարամ շրջանցեմ։ Շատ հանգիստ կարամ շրջանցեմ կետը, որ ասենք, չգիտեմ, նույնիսկ սահմանի վրա զորավարժություններ անելը։ Ու տենց կարամ։ Գնա ապացուցի, որ տենց է, ուրիշ դիտորդ չկա, չէ, դու դիտորդ չես պահում, չէ։ Ինչ ես իմացել, ինչ եմ արել։ Ոչ մի մարդը վազ վզում են, լավ են անում, զորքերս են։ Ին տարածքով փոքր ենք, մենք փոքր ընկեր։ Էլ տեղ չկա վազելու, էսա։ Ուզում ես գանք քո տարածքով վազենք։ Չես ուզում, որ մեր տարածքով ենք վազում, որտեղ կարում ենք ընդեղ ենք վազում։ Ըստ ձեզ ո՞րն էր Ադրբեջանի փողզիջում այս պայմանագրի շրջանակում։ Խաղաղությունը։ Իրա փողզիջումը այս սրան գնալն է։ Իրականում ոչ թե նույնիսկ փողզիջումը, այլ իրա վրա ճնշում է գործադրվում։ Ինքը ուրիշ բան չունի փողզիջելու։ Ինքը հասկանում է նույնիսկ այս միջազգային ատյաններից, որ այդ հայցադիմումները հետ կանչվեն, դա ոչինչ չի նշանակում։ Որովհետև դու երկրորդ անգամ չես կարող նույն գործով մտնես։ Իսկ իմ մոտ կներեք 100,000 հոգուց ավել բան կա, տեղահանված մարդ կա։ Ամեն մի ընտանիքի պատմությունը, դա մի առանձին քրեական գործ է հաղագնացող։ Էլ չասած, որ ռուսների վարքը Արցախում 23 թվականին ինքը համարժեք է բանի ՆԱՏՕ-ի կոնտինգենտի Սրեբրենիցայի գործով, որի հետևանքով ցեղասպանություն եղավ Սրեբրենիցայում, Բոսնիայում։ Իսկ լրիվ մեկը մեկի է, այդ кейսը արդեն կա, այդ գործը եվրոպական դատարանում կա, այդ գործը եվրոպական դատարանով նորից քննելու խնդիր չկա։ Ասենք Ալիևը ռազմական հանցագործ է եւ դա հայցադիմումի հետ կանչելով չի անցնում։ Ընդ որում Հաագայի տրիբունալում այնտեղ յուրաքանչյուր երկրի համար անունից կամ բանով հայցով յուրաքանչյուր երկրի հայցով կարա հանդես գա։ Այնտեղ նես չի որ այդ ամեն ինչը վերջանում։ Այսինքն ես տեսնում եմ զիջում Նիկոլի կողմից, որը կարար չաներ, բայց ոչ մի օրհասական, էգզիստենցիալ բան չկա, կորուս չկա։ Հացաներ է, Նիկոլը իհարկե վախկոտ է, իհարկե հետ է գնաց այնտեղ, որտեղ որ պետք չի, որտեղ որ պետք է կարար դիրքորոշում ավելի պինդաներ, մշտապես Ռուսաստանի պոչը բռնելը սխալ է, դրա պատճառով է մեր խնդիրների 90%-ը մինչև հիմա, դրա պատճառով է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացում, բան, ինչ-որ սենց, в общем, չասեմ, էլի, այդ վատ բառերով չարտահայտվում, в общем, չի կարելի տենց։ Ես էլ եմ ասում, էլի, դիվանագիտությունը անառակությունից եւ պոռնկությունից պետք է տարբերել։
կոմպլիմենտարիզմը եւ մարմնավաճառությունը դրանք տարբեր բաներ են։ Այդ կրիտիկական տարբեր բաներ։ Նիկոլը դա չի հասկանում։ Հիմա այս բովանդակությամբ այդ նախագիծը դուք հայանպաստ համարում եք, թե ոչ։ Ոչ իհարկե։ Ոչ, նորեք ակնհայտ է, որ ոչ։ Ասում ենք Ադրբեջանը փող զիջում ունի, բայց հայանպաստ չէ։ Հետո ինչ։ Որ փող զիջում ունի, ոչ ինչ անք որ դառավ հայանպաստ։ Այդ ոնց որ դիվանագիտությունը հնարավորությունների բան է, էլի, աշխարհը։ Հնարավորությունը այսքան է, հիմա մենք ցավոք սրտի մեր իշխող ուժը այսքան է կարողանում ապահովի։ Ուրիշ տարբերակ կա, ընտրություններով սրանց վռնդենք, նայենք ինչ է ստացվում, ինչ կարանք ուղենք, բայց իհարկե սա հայանպաստ չի, որովհետև հայանպաստ կարա լինի մենակ այն պայմանագիրը, որ ստեղծվել է եւ մշակվել է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության հովանու ներքո, երբ դու գծել ես երկրի ռազմավարությունը 50 տարվա, հավաքել ես բոլոր այն ուժերը, որոնք որ ոչ թե դու ես ուզում ընդդիմություն տեսնես, այլ բոլոր նրանց ովքեր կան, հասկացել եք կոնսենսուսի եկեք, որ Հայաստանը սենց է զարգանում, ցանկացած պարագայում մոտակա տարիներին ով որ խաղի մեջ մտնի բացառ ռուսամետների, այն որ ուզում են պետականություն չլինի, կամ հիմարություններ են դուրս տալի, բան, տիպը հելնենք, փրթենք, թափենք, բանեսի, մեր երկիրն դուրակ բաներ են խոսում։ Բացի դրանցից, բոլոր մնացածի մոտ պետք է լինի կոնսենսուս։ Երբ որ այդ կոնսենսուսը կա, ոնց է զարգանում, տնտեսության հիմքը որն է, մարդկային կապիտալը ոնց ենք զարգացնում, ինչ ենք կանում, բանակը ոնց ենք կառուցում, օդուժի ինչի հիման վրա ենք սարքում, եւ այդ ամեն ինչը լինում է, դրանով հանդերձ գնում ես, վերստում ես խաղաղության փաստաթուղթ ու սկսես կառուցել։ Ու գիտես ինչի համար ես պայքարում, դու գիտես ինչի համար ես բանավիճում, գիտես քո այս կետի հիմքում ինչ է, նպատակը որն է։ Դե շես ստացվում է բան նոյեմբերի 9-ի հերթական փաստաթուղթ է, էլի։ Յանի շատ սիրուն է թղթի վրա։ Նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ է, Մակրոնը, այն մյուսը արևմտյան երկրներից ինչ են ողջունում սա։ Որովհետև Եվրոպայի եւ Արևմուտքի համար սա առաջի անգամն է, որ հետխորհրդային տարածքում առանց Ռուսաստանի ինչ որ մի նույնիսկ այսպես արդյունքի հնարավոր է դարձել հասնել։ Այսինքն Ռուսաստանը խաղից դուրս է ամբողջությամբ։ Շփոթված է ընդեր։ Սկսել է process-ը Պրահայում, սկսել է այդ 91 թվականի հռչակագրով, որը առանձին ահռելի նշանակություն ունի Եվրոպայի համար, որովհետև սա միջազգային պրեցեդենտ է եւ պատճառներից մեկը, որ Ռուսաստանը չի ուզում սա ստորագրվի, այս տեսքով, այս կետերով, որովհետև սա միջազգային պրեցեդենտ է հետխորհրդային տարածքում առանց Ռուսաստանի ազդեցության 91 թվականի սահմանների վերականգնման։ Ստեղ ավտոմատ գալիս ենք ռուս-ուկրաինական պատերազմ, որտեղ որ տրամաբանական արժանապատիվ եւ չգիտեմ կայուն խաղաղության հասնելու համար եւս երկրները պետք է դուրս գան 91 թվականի սահմաններին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է հավաքվի նստի նավի վրա եւ գնա այդ նույն իր նավի մարշրուտով Ղրիմից, Դոնեցկից, Լուգանսկից եւ այլուր։ Հասկանում ես պրոբլեմը Ռուսաստանի որն է։ Ինքը այս պայմանագրի մեջ տեսնում է միջազգային պրեցեդենտ նախադեպ, որը իր առաջ կդնեն ուկրաինական պատերազմի ավարտվելուց հետո։ Կասեն ինգերտես, այս նույն երկիրն եք, դուք սովետ եք, Ալիևը տես սովետից է խոսում արդեն։ Նույն երկիրն եք, չէ՞ սովետը, տես այս երկուսը իրար 100 տարի մորթում էին։ Բայց համաձայնվեցին։ Բարի եղի դու էլ համաձայնվի, էլի Ռադքաշի այդ տարածքներից տեղով պիտի սահմանը անցնի։ Դե բայց դրանք նույն մասշտաբները չեն։ Մասշտաբները նույնն են, Հայաստանը եւ Ադրբեջանը նույն համակցության մեջ են ամեն ինչով գրեթե, ինչ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Մեկը 3-ի մոտավորապես։ Բայց դե այնուհանդերձ Ռուսաստանին առաջինը Նիկոլ Փաշինյանը տեղյակ պահեց, որ Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն է ձեռք բերել, մի հատ էլ ձեռքի հետ մայիսի 9-ին Մոսկվայում պարադի մասնակցելու հրավեր ստացավ։ Հրավեր ստացավ եւ հաստատեց, որ գնալու է, չէ՞։
Ես մենակ մի հարց այնց հետաքրքրում, այն հեծանիվ քշելու Քիփլիկ Տրուսիկովա գնալու թե ոնց։ Իսկ եթե աշխարհակաղակական առումով, հա, անդրադառնանք դրան։ Աշխարհակաղակական առումով ավելի լավ է այտենց ու բան, ծաղրածուի գլխարկով։ Այտենց գոնե կասեն գնացել է կայֆավատ լինի Պուտինի վրա, որովհետև դու 3 ամիս շուտ այսօրվա աշխարհում, որ Տրամպը օրը 4 անգամ շուկաներա շուռ տալի, ասենք ոչ մեկ չգիտի։ Հիմա հութիներին են հարվածում Եմենում։ Կարող է նույնիսկ ցամաքային օպերացիա անեն։ Իսրայելում, ասենք, բանա, տագնապա եւ բոլորը բունկերներում են։ Աշխարհը փոխվում է շաբաթվա ընթացքում։ Մակրոնը ասում է, որ ես պետք է իմ միջուկային զենքը տանեմ դնեմ ընդհուպ մինչև Լեհաստան։ Արա դու ի՞նչ ես խոսում, ո՞նց ես կարող ասես մայիսին կգամ։ Մայիսին կգաս ուժ։ Կարող է մայիսին կարմիր հրապարակի տեղը ճահիճը լինի արա։ Չի ես գլխից խոսք տալի, գնալու ես ինչ անես, այդ Քիփլիկ Տրուսիկով հեծանիվ քշես կարմիր հրապարակում։ Կարող է Ռուսաստանը զորք չունենա մայիսի 9-ին հանելու ունդեր։ Կամ հակառակը։ Կարող է գնաս քեզ այնտեղ հում ուտեն։ Ուղակի հում ուտեն։ Ուզենք ինչ իմաստ ունի։ Դե ես առանձնապես մեծ կարծիք չունեմ։ Բայց խոսքը կարող է տվել, բայց մայիսի 8-ին բան է գալի, COVID-ի դրական թեստ է գալի, չի գալի։ Չէ, ես հասկանում եմ, որ հիմա Տրամփ Վենս պարապելը հետաքրքիր է, որ բանա Զելենսկին դիկտատոր է, հետո ով ես եմ ասել, երթվա, ես եմ ասել։ Հասկանում եմ, որ կարելի է դերը տանել, բայց մինչև ուր։ Ասենք դու ոչ Վենսն ես, ոչ Տրամփն ես, ոչ նույնիսկ են Հարավ Աֆրիկայից ապօրինի ներմուծված մեյմուն մասկն ես, ընկեր։ Դու ընդամենը Նիկոլ Փաշինյանն ես, որը միշտ ասուտ խոսած է, նոր չես գցել դու։ Ուսախ գիտեմ, որ դու վախկոտ ես։ Այսինքն շատ նորմալ է, այդ կարող է մայիսի 7-ին ուղղակի Մակրոնը զանգի, ասի լս ինչ եմ ասում, երկու ոտդ քարկապ կկապեմ, օթում։ Կկարեմ բաները, ծնկները տականջներից, ոչ միտե չես եթում, եղավ, արա։ Ու ինքը պետք է ասի տրեբիեն, ու խելոք նստի տեղը։ Բայց ասել, ինչա Պուտինին զանգ չգիտեմ, նարեկի է զանգում։ Գիտես ինչի է նման։ Ընկերներ ունես, որ տենց վատով բաժանվել են աղջիկա, այդ աղջիկը իրան ասել է չէ, մերժել է, բան, հետո որ լակում են, հեռախոսը վերցնում են, սկսում են զանգել։ Причем այդ աղջիկան այդ նույն պատմությունն է։ Թրամփի սկսած այդ պատերազմը ինչ հետևանքներ կունենա։ Թե դա պատերազմի համար ենք այդ Եմենում տեղի ունեցողը։ Լսի շատ հետաքրքիր հարց է տալի, քանի որ վերջի 48 ժամվա մեջ է տեղի ունեցել ու մեծ հաշվով տեղեկատվական վակուումի մեջ է այդ պատերազմը։ Մենք շատ բան չգիտենք ինչ է կատարվում։ Ես կդժվարանամ իմանալ քեզ ասեմ ինչ հետևանքներ կարող ունենա։ Եմենի բնակչությունը մեծ հաշվով ինքը միշտ տենց է ապրել։ Ինքը երբեք չի դադարել կռվել։ Ինքը Աֆղանստանի պես է, ուղղակի ծով կա կողք։ Հետևաբար ցամաքային օպերացիան կարող ունենա նույն հաջողությունը, ինչ որ ցամաքային օպերացիան Աֆղանստանում։ Մի 10 տարի, մի 3 տրիլիոն փող ծախսեն, հետո սուսպուս պիտի դուրս գան։ Ինչ պիտի անես։ Ոչ ես կոտորելու սաղին։ Այսինքն Տրամփը ասում է, որ ինքը խաղաղասեր է, ինքը եկել է խաղաղություն բանանում, բայց ինչ եկել է մենակ պատերազմներ է զարգացել։ Հենց որ ես գիտեմ ինքը ինչ է մտածում, որպես Ալշուտ գիտեմ ինչ պետք է մտածի ինքը որպես ռիելտոր, հա, կառուցապատող։ Ինքը ինչ որ բաներ է ման գալի, հնարավորություններ է ման գալի։ Իր Կանադայի դեմ տարիֆային պատերազմը շատ վատ կրթություն անհաջողակ, կոմպլեքսավորված, տենց տնտեսությունից ոչինչ չհասկացող մարդու վարքա։ Ինքը վերցրել է մի հատ Excel-ի աղյուսակ, այդ Excel-ի աղյուսակում տեսնում որ օքեյ, Կանադայից մենք առնում ենք այսքան, Կանադային ծախում ենք այսքան, բալանսը բացասական է։ Հա բայց այդ հոտ տենց չի որոշվում, ախպեր։ Ընդ լիքը հարցեր կան, որտեղ դու ես շահում։ Որովհետև ասենք դրա շնորհիվ, որ դու Կանադայից ավելի շատ ես գնում, քան ինքը, բայց ասենք քո ներդրումային կլիման ավելի լավն է, քան Կանադային։ Օրինակ Կանադա ավելի քիչ ներդրում է տեղի ունենում, քան ԱՄՆ-ը։ Որտեղ ԱՄՆ-ը հիմա ինքը վերցրել է, սկսել է այդ պատերազմը եւ ստացել է ինչ։ Կանադայի նորընտիր վարչապետը, ով Ջաստին Տրյուդոյից հետո եկել է։ Առաջի այցը անմանդեղ, որտեղ որ վերածնվել է Եվրոպան։ Մակրոնի մոտ։
Կանադայի վարչապետը առաջի այցը անում է Ֆրանսիա։ Սա ֆանտաստիկ է, սա չտեսնված բան է։ Սա հնարավոր չէր պատկերացնել բառս բուն իմաստով 2 տարի առաջ։ Կանադայի վարչապետը առաջի այցը անում է Ֆրանսիա։ Ինչու՞։ Դե Ֆրանսիան էլ ասում է, «Տղեկ, ես միջուկային զենք ունեմ, կործանիչ ունեմ, տանկ ունեմ, ավիակիր ունեմ, ինչ կա ես եմ արտադրում, Ամերիկանը թարգեք առնել այդ թվում զենքը։ Եկեք առեք ֆրանսիականը կամ ինչ որ մենք ենք արտադրում»։ Այսինքն Ֆրանսիան այն ողնաշարն է, որի շուրջ հավաքվում է Եվրոպան, այն սյունն է, որի վրա իրանք տենց հերթով հագցնում են Պուտինին, հետո Տրամպին, հետո Չինաստանին կհասնեն, հետո ցանկացած բոլորին, որովհետև արտնացած, զայրացած, ռազմականացված Եվրոպան մարդիկ պատմությունը սխալ են սովորել։ Այդ տիպի Եվրոպայի դեմ խաղ չկա։ Ուղղակի խաղ չկա։ Հիշեցնեմ, որ բոլոր աշխարհամարտերը Եվրոպայում են եղել, Եվրոպայում են անցել։ Հիշեցնեմ, որ առաջի համակենտրոնացման ճամբարները այնտեղ են ստեղծվել, որ ամենադաժան եւ ամենալավ բաները եղել են Եվրոպայում։ Դուք չեք կարող Եվրոպացուն, գերմանացուն, ֆրանսիացուն, անգլացուն, հոլանդացուն այդ երկրները կայսրություններ են ունեցել։ Իրանք ամբողջ մոլորակը կառավարել են այդ թվում Տրամպի Ամերիկան։ Դու չես կարող իրանց դեմ։ Իրանք գենետիկ կոդով հաղթողի ու կառավարող գիշատիչի բան ունեն։ Այս որ իրանք համեստ են, ասում են չէ, բան չի կարելի, եկեք շնորհավորենք, ողջունենք խաղաղությունը, այդ նրանից է, որ իրանք այդ իրանց ուժից է, որ իրանք իրանց տենց են պահում։ Ոչ թե թուլությունից։ Թուլությունից Տրամպինն է, որ ինքը հասկանում է, որ իր տնտեսությունը գահավիժում է, ու այն ինչ որ ինքը անում է, մենակ ավելի վատ է։ Հիմա եթե դու համարում ես, որ ասենք, չգիտեմ, Ռուսաստանը կարա Եվրոպայի դեմ, պետք է ստիպված ինձ բացատրես ոնց։ Որտեվ շուկայի մեծությունով միացյալ Եվրոպան, շուկայով, բանակով, ռազմաարդյունաբերությունով միացյալ Եվրոպան Ամերիկայից մեծ է։ Այսինքն, բացի դրանից դիվանագիտական ռեսուրսով հաստատ ավելի լավ վիճակում է, քան Ամերիկան։ Եվ Կանադան ինչ անում, Կանադան գնում ասում է, «Տղեկ, ես բարև ձեզ, մենք միասին ենք, մենք լիքը բան ունենք միասին, մենք ընդհանուր արժեքներ ունենք»։ Դա է իրավիճակը։ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կխոսեն մարտի 18-ին հրադադարի հարցով։ Ինչ եք կարծում, կհասնեն հաջողության, թե ոչ, հրադադար կհաստատվի գոնե մեկ ամսով, թե ոչ։ Ինձ թվում է Պուտինը կխաբի։ Որովհետև ակնհայտ է, որ Պուտինը Տրամպին չի հարգում, ընդունում է որպես հարիվ, ինչը տենց է կա, ոչ շատ խելացի, ընդ որում իր շուրջը հավաքած Իրանից շատ ավելի քիչ խելացի մարդկանց եւ շատ հեշտ մանիպուլյացիաների տրվող։ Հենց որ Պուտինը ինչ որ մի բան կանի, չի կանգնացնի։ Հələ որ չի կանգնացնի, որտեղ ինքը ուզում է իր պլաններում կանգնեցի։ Տես, որտեղ եթե ինքը 30 օրով դադարեցրեց, իր մոտ խնդիր է առաջացնելու։ Իր զորքը հավաքած է ուժով։ Այսինքն երկրորդ գծում կանգնած են, ասենք, չգիտեմ, Չեչեն, Մեչեն, այդ նապադվալի պահել, զորով են այդ մարդիկ բանակում։ Դրանք, որ կարողացան առաջնագծից 15 կիլոմետր հեռանան, իրենք էլ չեն գա։ Ոքի չեն գա, որտեղ իրանց համար այդ պատերազմը ոչ մի բանի մասին է։ Չէ, դու կարաս իհարկե այդ հեքիաթ պատմես, որ էսա իրանք բան նրա համար, որ չէ, այնտեղ խրամատում ոտից կրակած մի կերպ այսօր չէ վաղը մեռնող ռուս ալկաշին, որին բռնել են վայնկամատից բերել են, թքած ունի այդ պատերազմի վրա։ Իրան ասել են, քեզ ամիսը 200,000 ռուբլի ենք տալու։ Ինքը 200,000 ռուբլու տերն է։ Ինքը թքած ունի ինչա կատարվում, խաբար չի։ Ուկրաինայում տենց չի, հակառակն է, Ուկրաինայում հասկանում են, որ այդ ոհմակը ալկոհոլիկների եւ մանկապիղծների ոհմակը եկավ լցվեց, ասենք, Կիև, այնտեղ սաղին կոտորելու են ու բռնաբար են, դրա համար են իրանք պայքարում։ Իրանք պայքարում են իրանք գոյության համար, այդ գոյամարտը։ Ուկրաինայի համար սա գոյամարտ է։
Այսինքն կամ իրանք կմնան ընդհանրապես կամ չէ Ռուսաստանի համար ինչ որ տարածքներ են բաներ են որում Պուտինի համար Տրամպի համար է խաղաղությունը իր իմիջն է ինքը ուզում է իրականում Օբամայից անցնի գաղտնիք չի էլի ասենք Օբաման բան էր Նոբելյան մրցանակ էր ստացել չէ խաղաղության Տրամփ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ որովհետեւ ինքը Օբամայից անցնի Սրա խորքը ընդեղ է որ ասում են 11 թվականին Օբաման վրան կայֆավատ է սպիտակ տանը բանի ժամանակ վատով ձեռը առել ու այդ խորը անձնական պատերազմ է իր մոտ Տրամպի մոտ ոչ ընդհանրապես ամեն ինչ անձնական Բայց այս դեպքում Թրամփի հեղինակությունը վտանգի տակ չէ, որովհետև եթե ասում եք, որ Վլադիմիր Պուտինը կխաբի ու հրադադարի չգնա, մինչ այդ Թրամփը Զելենսկուն անդադ ասում էր, որ իրենք համաձայն են, դուք պետք է քայլ անեք, դուք զորք չունեք, նրանք ունեն, դուք պետք է այդ քայլին գնաք, հիմա ստացվում է, որ արժեք չի ունենում Թրամփի խոսքը եւ սա նաեւ վտանգավոր է դառնում հաշվի առնելով, որ ամերիկան գերտերությունը աշխարհի մյուս հակամարտությունների համար, որ հզոր պետության ղեկավարի խոսքը արժեք չի ունենում։ Միանշանակ ճիշտ ես նարդ։ Տրամպի խոսքը ընդհանրապես արժեք չունի։ 24 օրում պատերազմներ կանգնեցնում 2 միլիոն ոչ լեգալ միգրանտեր հանում Բորսային շուկաներ բարձրացնում, գներներ իջացնում, ձվի գներներ իջացնում, էլ ինչ էր անում։ Սախսուտ է խոսում։ Ես այնօր դրա համար հատուկ ասացի, ես չգիտեմ Նիկոլ ում էր մի կտոր հաց տվել, որ Իրանից ավելի սուտ խոսան մարդ է հայտնվել քաղաքական դաշտում։ Ուսին դասական առումով, դու որ նայում ես ամերիկյան ԶԼՄ-ները, դու նրանք որոնք ԶԼՄ են, էլի ոչ թե իրան գովքան, նույնիսկ իրան գովքանողները, մարդիկ ապշած են։ Մարդիկ ապշած են, որովհետև այն ամեն ինչ որ ինքը ասում է, անում է, որցե կերպ չի խոսում նույնիսկ իր ծրագրի հետ։ Ընդհանրապես չի խոսում։ Ասենք ֆոնդային բորսան անկում է ապրում, ավելի վատ անկում, քան 22 թվականին այդ պատերազմը սկսելու ժամանակ։ Դա չտեսնված բան է։ Ընդ որում բոլորը ասում են, այս ամեն ինչի պատճառը տնտեսական չի։ Այս ամեն ինչի պատճառը բացառապես Դոնալդ Տրամփն է։ Կանադային ասել, որ մենք քեզ անեքսիա ենք ենթարկելու, մենք Գրենլանդիան ենք վերցնում։ Գրենլանդիայի պատմությունը ոչ շատ հետաքրքիր։ Այնքան ասած Գրենլանդիան պետք է վերցնեմ զավթեմ։ Գրենլանդիայում այն կուսակցությունը, որը մեծ հաշվով դանիական պետության մեջ մնալու ու շատ հեռավոր ապագայում կարող է անկախություն ստանալու, այն որ իրանք հույս չունեին, որ ձեն կհավաքեն, մեծամասնություն են ստացել։ Կանադայում Տրուդոյի կուսակցությունը պարտվում էր մոտավորապես ինչքան են 20 քանի տոկոս են ինչ էր։ Պարտվում էր պահպանողականներին։ Եկավ հավասարվեց։ Տրուդոյից մարդիկ են, որ ասում են բանի զզվում էին, յախա էին թափ տալի։ Տրուդոյի վարկանիշը հելավ սար էր։ Դասենք այդ Տրամփն է, ինչ անում է, սաղ չի ստացվում, սաղ սուտ է։ Սաղ ոչ մի բանը չի ստացվում։ Որ հետևես ինչ ասել է, ոչ մի բանը չի եղել ու չի էլ լինելու։ Պրոբլեմը է դա։ Շատ նման է Նիկոլ Փաշինյանին, ինչ ասում է, սաղ սուտ է, ինչ ասում է, ոչ մի բանը չի լինի։ Չի կարա լինի։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը։ Մենք ինչ զարգացում կարող ենք ակնկալել հայ-ֆրանսիական հարաբերություններում, հատկապես այս ֆոնին, երբ որ հիմա Եվրոպայում անվտանգային խնդիրներ կան, Ֆրանսիան առանցքային դերում է հայտնված այդ խնդիրները լուծելու առումով ժամանակ էլ ունեն Հայաստանով զբաղվելու կամ Հայաստանի հետ համագործակցության նոր պլաններ կազմելու։ Հայաստանը եվրոպական անվտանգային համակարգի կարևորագույն տարերից է, չնայած Նիկոլը ուզում է իրան ցույց տա, որ ինքը չի բաստիոն, չի ուզում դառնա, այս չի ուզում դառնա, այն չի ուզում դառնա, բայց գլուխը քարով է տվել, որովհետև դա շատ պարզավոր ուզած թե չուզած Հայաստանը եվրոպական անվտանգային համակարգում է։ Եվ Հայաստանի կայունությունը, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի ամուր սուվերեն ինքնիշխան եւ արժանապատիվ գոյությունը եվրոպական
մեծ քաղաքակրթության անվտանգության կարևորագույն մասն է, որտեղ հակառակ դեպքում Սելջուկ բոլշևիկյան հրեշը առաջանում։ Այսինքն, եթե Հայաստանը անկում է ապրում, եթե Հայաստանը ընկնում է, հաջորդը ընկնում է դե պարզ արդեն, հաջորդը Ուկրաինան է, որտեղ ստեղ դեպի միջերկրական ծով բացվում է Ռուսաստանի համար ամեն ինչ Թուրքիայով։ Եվ վերջ, Թուրքիան անցնում է ամբողջությամբ առանց ձև թափելու ռուսների կողմ, ու մենք ունենում ենք Սելջուկ բոլշևիկյան հրեշ, որը ոչ մեկին պետք չի։ Հայաստանի կարևորությունը է դա։ Հարցնում ես ինչա Մակրոնը, չգիտեմ, ակնհայտ է, որ ինքը պետք է զանգեր Մակրոնին առաջին։ Ուղղակի փշի անելու համար զանգելա Պուտինին, կամ Մակրոնը սպասել է զանգելա, պատմի թե Պուտինի հետ ինչա խոսացել։ Հայաստանը եւ բանը Ֆրանսիան Հայաստանի համար դա հիմնական առանցքային երկարաժամկետ ռազմավարական դաշնակից է, իսկ Հայաստանը Եվրոպայի համար դա անվտանգության իր անվտանգային համակարգի տարր է։ Սա պետք է հասկանալ, սրանով պետք է ապրել, սրան պետք չի սրանից տենց փախնել եւ սրանից պետք չի հրաժարվել, որովհետեւ այս բախտի նման մի բան է, գիտես, ասում է, որ բանը համաձայնվում է բախտի կողքով քայլելով գնում է, որ չի համաձայնվում, բախտը մազերից քարշ տալով հետևից ցեխերի մեջով է քարշ տալի տանում։ Հետա։ Դու չես կարա դրա դեմ գնաս։ Անկախ նրանից, թե Նիկոլը ինչ է պատկերացնում 3+3-ը 46-ի քառակուսի հանած x-ի 4-րդ աստիճանը, ինչ բանաձև ուզում ես գրի, ուզում ես պարամետրերով, ուզում ես բաներով, չես կարա դու դրա դեմ, չես կարա, էս դրանցն է, մեծ հաշվով, 3+3 գոյություն չունի որպես գաղափար և 3+3-ի մեջ Հայաստանը օտար է, Վրաստանն էլ է ինչ-որ չափով օտար, բայց Հայաստանը օտար է, դու ընդեղ ես, եթե դու ընդեղ չես, դու չկաս, ցավոք սրտի Նիկոլեն կետ չեն կարում հասկանալ, Նիկոլը անձամբ դա չի ուզում հասկանալ, կարող է ինչ-որ որոշ սուպեր մեգա դախլչիներ կան, որոնք փող են տալի, որ ինքը ամել չհասկանալը հեշտ կուլ տա, բայց խնդիրը նրանում է, որ դու կամ ընդեղ ես, կամ դու գոյություն չունես, մեզ համար, Հայաստանի համար, մեր ապագայի համար, քո համար, ավելի երիտասարդ մարդկանց համար, պետք է այդ հասկացությունը լինի, կամ դու եվրոպական համակարգի մեջ ես, կամ դու գոյություն չունես, որտև դու չես կարող 3 միլիոնանոց երկրով, նույնիսկ եթե 3 միլիոնից 1.5 միլիոնը սարքես բանակ, գոյություն ունենաս շիա, սունի և սենց ինչ-որ միջավայրում, որտեղ ոչ մեկը ժողովրդավարություն չի և բոլորին դու խանգարում ես։ Քո ամեն ինչով խանգարում ես։ Դու ուրիշ տարբերակ չունես։ Ես հասկանում եմ, որ Նիկոլին դա դուր չի գալի, որտեղ պետք է լինեն ընտրություններ, որտեղ ըստ միջազգային մամուլի ոսկի բերող տանող Խաչատուր Սուքիասյանը, որը իր կուսակցության հետ փոխկապակցված է, եվրոպական համակարգում բավարար հիմք է, որ ինքը հրաժարական տա, ինքը վարչապետ է, որտեղ իր կուսակցության պատգամավորն է ընդ որում սերտ կապերի մեջ գտնվող անմիջապես վարչապետի հետ։ Դա տենց է։ Իրան դա ձեռք չի տալիս, Նիկոլին դա ձեռք չի տալիս, ինքը վախկոտ է, ինքը բութ է, ինքը չի հասկանում դա, ինքը չի հասկանում ուժը որտեղ է։ Դրա համար զանգում է Պուտինին։ Իսկ Մակրոնը վաղուց ասել է, որ Հայաստանը այդ կոպիտ ասած Ֆրանսիայի մի մասնիկն է Հայաստանին հարվածողը, Ֆրանսիային հարվածել, ասված է։ Հայաստանի թշնամիները Ֆրանսիայի թշնամիներն են, ասված է։ Էլ ինչ եք ուզում։ Որ հալչիկ աստուց կրակ ուզում էլ։ Եվ վերջում հայտնի դարձավ, որ Գերմանիայից ամերիկյան զենքեր են տեղափոխվելու Հայաստան զորավարժությունների համար։ Սա պարզապես զորավարժություններ են և հետո ինչպես նշվում է հրապարակման մեջ այդ զենքերը կտեղափոխվեն Վրաստան, թե զորավարժությունների համար բերված զենքեր կարող է և մնան Հայաստանում։ Ես չգիտեմ, խի իրանք պետք է տեղափոխվեն Վրաստան։ Դե որ ընդեղից հետո էլի հետ գնա։ Հա, չէ՞ Վրաստան չի, Վրաստանը դա ինչ-որ, այ Վրաստանը Նիկոլի սիրած խաշմառուկն է, բարակայում, ասենք անցնում է գալիս։ Պլանավորված բաներ են, զորավարժություններ են, 25 թվականի զորավարժությունները կլինեն,
Հետո, եթե ես չեմ սխալվում, Պենտագոնը կրճատել է եւ մեծ հավանականությամբ եվրոպական մայրցամաքում այլևս զորավարություններ չլինեն, չգիտեմ դա Հայաստանին վերաբերում է թե չէ, կարող է Հայաստանին չի վերաբերում, կարող է վերաբերում է բացառապես ՆԱՏՕ-ին, այսինքն հայ-ամերիկյան զորավարությունները կարող է մնան օրակարգում, որտեղ դրանք առանձին բան են։ Այն, որ կրճատել է Պենտագոնը, այդ ՆԱՏՕ-ինն է, որը որ կոնկրետ այդ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվում է, նորմալ է կգան, զորավարություններ կանեն, դուք գնան, կգնան, կմնան, ասենք, ինչ է մարդկանց այդ հարցը հետաքրքրում։ Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ են կռվում, ոչ թե զենքերը։ Դա չէ պատմություն, պոտենցիալ ցույց տալ։ Այսինքն եթե դու վախկոտես, դու ինչ զենք ուզում եմ տամ, դու փախնես մեջից։ Եվ այս ֆոնին, հա, երբ որ զորավարությունների մասին է խոսք գնում, այդ սահմանային հարցերով մասնագետները այդպես էլ չեկան։ Ինչ գիտես։ Եկան գախնի պահեցին։ Հարցրել ես։ Ну, որպես լրագրող հարց ուղղել ես։ Ժամկետը անցել է։ Չէ, հարցը ուղղել ես։ Որպես լրագրող։ Ինչ են ասում, չեն եկե։ ԱԳՆ-ն ասում է քննարկման փուլում է։ Ուրեմն քննարկման փուլում է, որովհետև բարձա, չէ, տես, այստեղ ոչ թե Հայաստան գալ չգալն է։ Տրամպի, ну, Մասկի այդ դոժի բանը որ կա, գժանոցը, այդ պրշիկոտ լակոտներին, որ նստածվել են դե, դրանք ինչ-որ տասնյակ հազարներով մարդ են հեռացնում աշխատանքից, գումարներ են կրճատում։ Իրանք հիմա ամբողջությամբ բյուջեն, դու որ պատկերացնես, իրանք ռազմավարական նշանակության հետախուզական օդանավերը հիմա ԱՄՆ Մեքսիկա սահմանն են ուսումնասիրում։ Այն նրանք, որոնք կարող են, ասենք, չգիտեմ, 12 ժամ պտտվեին Չինաստանի վրա, իրանք հիմա ԱՄՆ Մեքսիկայի սահմանն են բանանում։ Եվ բան Gulf of Mexico, Gulf of America, ինչ ուզում ես ասել։ Այս երևի Կանադան է բան կան։ Դա նորմալ է։ Նախ եւ առաջ այդտենց երկրորդը մարդիկ ովքեր պետքա գային իրականում այդ border control-ներ դա այսինքն իրանք որ գային իրանք պետք է աշխատեին կամ մեր ԱԱՑ-ի հետ, որը քիչ հավանականավոր կբացեն նույնիսկ եթե գան կամ մաքսային։ Այսինքն զորքեր չեն էլի։ Այդ մաքսային վերահսկողություն, սահմանային մաքսային վերահսկողության մասն էր խոսքը։ Քննարկում են կգան, չէ, Եվրոպայից կանչենք հիմա, ինչ պրոբլեմ, ինչ մի մեծ խնդիր է որ։ Ի վերջո միևնույն ամենք ինտեգրվելու են եվրոպական համակարգ։ Եվ մեզ մոտ եվրոպական համակարգը պետք է աշխատի ոչ թե ամերիկյան։ Դա փաստ է։ Ամերիկայի հետ կարող ենք համագործակցել, ոնց որ եվրոպական բոլոր երկրները համագործակցում են, բայց օրենսդրական առումով առանձնահատկություններով բաներով, քանի որ մեր մոտ հիմա վիզաների ազատականացումը բանը Եվրամիության հետ է, չէ, ԱՄՆ-ի հետ չի։ Ապրանքաշրջանառությունն է ԵՄ-ի հետ պետք է գնա ու ԱՄՆ-ի հետ չի։ Հետևաբար այդ ամբողջ գործընթացը, որը կապված է սահմանի հատելու, չգիտեմ, դեկլարացիաներ լրացնելու, անպատասխան փաստաթղթեր հանձնելու, բան դա պետք է համապատասխանեցնել եվրոպական օրենսդրությանը, եվրոպական նորմերին, նորմատիվ ակտերին, ոչ թե ամերիկյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ եմ, չվախեք։